Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հիստերիկ նոպայի տակ փորձեց ինչ-որ վիրավորանքներ տեղալ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին։ Հիստերիկ նոպա ասելով չեմ ուզում վիրավորանքով պատասխանել, բայց ինքներդ նայեք։ Մենք իր հետ բանավիճելու բան չունենք։ Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղները ձեններդ կտրեք։ Կամ էլ գնում ենք ուղիղ եթերում բանավիճելու։ Որպեսզի պարզ լինի Նիկոլ Փաշինյանի բարոյական կերպարը, ես ուզում եմ մի քանի մեջբերում անել Նիկոլ Փաշինյանի նախկինում Տեր-Պետրոսյանի մասին ասած խոսքերից։ Նույն մարդը ինչ է ասել նախկինում եւ ինչ է ասում հիմա։ Ես կարդամ, դուք լսեք։ Իդեմս առաջին նախագահի գործ ունենք պետական ստրատեգիական մտածողության տեր եւ այդ մտածողությունը իրագործելու ընդունակ բացառիկ գործչի հետ։ Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի մասին։ Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղները։ Երկրի հիմնադիր նախագահը սեփական ժողովրդի պատմության առաջ ունեցած պատասխանատվությունը գիտակցելու համար որևէ մեկի հետ պայմանավորվելու կարիք չունի։ Վեր ընկեք տեղները։ Եթե ինչ-որ բան թեկուզ ամենաչնչին մի պատմական աղյուս հնարավոր է փրկել, առաջին նախագահը սրա համար առավելագույնն է պատրաստ անել։ Սրանում է կայանում Տեր-Պետրոսյանի քաղաքական տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել պատմական պրագմատիզմը։ Հնակիչ բառեր է օգտագործում։ Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղները։ Դուք հիշեք, որ ոչ մի քաղաքական գործիչ Հայաստանում, ոչ մի լրագրող, ոչ մի անհատ, ոչ մի մարդ Տեր-Պետրոսյանի մասին այնքան հիացական եւ մեծարանքի խոսքեր չի ասել, որքան Նիկոլ Փաշինյանը։ Ելով եթե ոչ երկրի հիմնադիր նախագահը պետք է լինի քաղաքական գործունեության էտալոն։ Վեր ընկեք տեղները։ Ղարաբաղը հակամարտության լիարժեք կողմի կարգավիճակ է ստացել 94 թվականին նախագահ Տեր-Պետրոսյանի վարած փայլուն արտաքին քաղաքականության շնորհիվ։ Իսկ երբ որ 2009 թվականին Փաշինյանը շնորհավորում է Տեր-Պետրոսյանի ծննդյան տարեդարձը, նայեք ինչ է գրում։ Ընթացիկ քաղաքական շրջափուլը դիտարկում եմ ձեր պատմական առաքելության համատեքստում, ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդը ձեռք բերեց իր համար այնքան բաղձալի անկախություն, ձեր ղեկավարությամբ ձեռք բերեց բացառիկ ռազմական հաղթանակներ։ Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր։ Սրանք ես կարդում եմ, որովհետև հատկապես նոր սերունդը միգուցե առհասարակ չգիտի Փաշինյանի դիրքորոշումը 2008, 2009, 10, 11, 12 մինչև թվականը։ Դուք չեք կարող վերցնել Տեր-Պետրոսյանի հայտարարությունը 89 թվի եւ 2019 թվականի եւ ասել, որ մեկը մյուսին հակասում է։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե դուք վերցնեք Նիկոլ Փաշինյանի խոսքերը 2009-10-11 թվականներին Արցախի խնդրի կարգավորման Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին, այն ժամանակվա Նիկոլ Փաշինյանը եւ այսօրվա Նիկոլ Փաշինյանը իրար հետ բացարձակապես կապ չունեն։ Կարծես երկու տարբեր մարդ լինեն։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ջախջախելու, չգիտեմ, բանավեճում ուղիղ եթերում բանավիճելու մասին, 2009 թվականի Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ ջախջախել է 2025 թվականի կամ 24 թվականի Նիկոլ Փաշինյանին։ Պարզապես այդ տեքստերը, որ Նիկոլ Փաշինյանը գրել է, հետագայում իր կայքից ջնջել է։ Ջնջել, ուղղակի։ Ես չի ուզում, որ որևէ մեկը իմանա իր դիրքորոշումը։ Ահա ամբողջ ճշմարտությունը Նիկոլ Փաշինյանի բարոյականության մասին։ Այդ թեմայով չեք խոսում։ Բանավեճում չի հաղթում նա, ով ավելի հիստերիկ է, ավելի բարձր է գոռում։ Ոչ, կան փաստեր, եւ այդ փաստերը անհերքելի են, եւ որևէ հիստերիկ հայտարարություն չի կարող պատմական ճշգրիտ փաստերը կասկածի տակ դնել։